Ռուսաստանում Հայաստանի դեսպանը տեղի իշխանություններից պարզաբանում է պահանջել Հայաստանի քաղաքացի վերլուծաբան գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին արտաքսելու դեպքի հետ կապված։ Այս մասին Ազատության հետ զրույցում տեղեկացրեց իշխող հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են վերլուծաբանին արտաքսել այդ երկրից։ Կարծում եմ, որ այդ արգելքի հետ կապված պաշտոնական հայտարարություն պետք է լինի եւ պաշտոնական հայտարարությունից հետո նոր կորոշվի, ինչ է իրականում տեղի ունեցել։ Պաշտոնական հայտարարություն Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Պաշտոնական հայտարարություն մեր պահանջներին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից պահանջված բոլոր փաստերի ներկայացմանը կարծում եմ, որ կլինի եւ այնուհետեւ նոր մենք ցանկանանք ըստ պաշտոնական տվյալների կատարել հայտարարություններ։ Մեր դեսպանը Ռուսաստանում դիմել է արդեն, այո։ Որ դիմել է արդեն։ Դուք ունեք նման տեղեկատվություն։ Պահանջել է պարզաբանում։ Պարզաբանումներ պահանջել։ Հիշեցնենք, օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետիևո օդակայանում Գրիգորյանին ռուս սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք, ինչպես նա էր տարածած նամակում նշել, իր ձեռքից վերցրել էին անձնագիրը, արգելել տեղաշարժվել, ապա ետ ուղարկել, տեղեկացնելով, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնն ակտիվորեն համագործակցում է եվրոպական հասարակական կազմակերպությունների հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ։ Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը, նամակում նշել էր Ստեփան Գրիգորյանը։ Մինչդեռ իշխող հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ռուսաստանի իշխանությունների որոշման մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։ Չեմ կարծում, որ քաղաքական դրդապատճառներ կարելի է փնտրել այդ որոշման մեջ։ Ես կարծում եմ, որ պետք է սպասել պաշտոնական հայտարարություններին։ Պարոն Մելիքյան, այլ վերլուծաբաններ, նաև հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ նշում են, որ սա փաստում է, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն այլևս սև ցուցակ Հայաստանի քաղաքացիների, ովքեր երբևէ քննադատություն են հնչեցրել Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ։ Դուք հնարավոր համարում եք իսկապես նման ցուցակի գոյությունը եւ ընդհանրապես նման գործելավոճը Ռուսաստանի կողմից։ Կարծում եմ, որ դրանք սոսկ հայտարարություններ են, նմանատիպ հայտարարություններ անելու համար արժանահավատ հիմքեր են անհրաժեշտ։ Ես այս պահին իմ ձեռքի տակ չունեմ նման հիմքեր։ Ես չեմ գտնում, որ նմանատիպ հիմքեր կան նմանատիպ որոշումների համար։ Ես կարող եմ նշել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը կոչ էր արել փակել այդ գրանտներ ստացող ընկերություններին, եվրոպական կառույցների հետ համագործակցող ՀԿ-ներին։ Նույնիսկ դեսպանի մակարդակով կատարված հայտարարությունը դեռևս հիմք չէ։ Կարծում եմ, որ որևէ հետևանք նմանատիպ հայտարարությունները ամենայն դեպս չեն ունեցել։ Կարծում եք Ռուսաստանին չի հաջողվի ճնշել Հայաստանում քաղաքացիական հասարակությանը։ Ես նմանատիպ հայտարարություններ չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետև ճնշել կամ չճնշել, ես չեմ էլ տեսնում, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշել։ Նշենք, որ արտգործնախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ առայժմ այս միջադեպի հետ կապված նորություն չունեն։ Ուշագրավ է, որ փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են վերլուծաբան Ստեփան Գրիգորյանին արգելել մուտք գործել Ռուսաստանի տարածք։ ԱԳՆ-ն այդ հարցով զբաղվում է հենց այն պահից, երբ որ այդ դեպքը տեղի ունեցավ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք։ Մենք այդ հարցով պարզ ասում եմ զբաղվում ենք եւ արդյունքը երբ որ լինի կհայտնենք։ Դուք չեք տեսել քաղաքական ենթատեքստ պարոն Քոչարյանի։ Այլ հարցեր կան։ Ցավում եմ, որ այդ ձևի դեպք է եղել պարոն Գրիգորյանը, դա կարող եմ ասել։ Ես շատ հարգում եմ իրեն, համագործակցություն ենք իրենց կառույցի հետ, իդեպ համագործակցություն նաև միգրացիոն տարբեր հարցերի առնչությամբ, բայց ես մանրամասներն չեմ տիրապետում։ Կրեմլի դիրքորոշումը չի կիսում քաղաքացին, հնարավոր է մուտք առնել։ Ուրեմն մի բան հստակ իմանալ, ցանկացած երկիր իր օրենսդրությամբ իր խնդիրներն է լուծում եւ ուրիշ երկրի օրենսդրությունը մեկնաբանել, վերլուծել կոռեկտ չի ուղղակի։ Դուք քաղաքական ենթատեքստ տեսնում եք։ Ես գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Պատրաստություն ծանոթանալ ձեր քաղաքական։ Չէ, դա մեր ինչին ծանոթանալ, ինչպես ծանոթանալ։